Հրավիրում եմ ձեզ ձեր աստվածաշնչները բանալ Սաղմոս 56 Please turn your Bibles with me to Psalm 56 Երկողների գլխավորին Համր աղավնի հեռավորությանց եղանակովը Դավիթի երգ, երբ որ փղշտացիկ բռնեցին նրան գեթումը։ Ով Աստված, ողորմիր ինձ, որովհետև մարդն ինձ ուզում է կուլ տալ, ամեն օր պատերազմելով նեղացնում է ինձ։ Թշնամիքս ամեն օր կամենում են կուլ տալ ինձ, որովհետև շատ են ինձ հետ անպարտավորությունով կռիվ անողները։ Ինչ որ վախենամ, քեզ կհուսամ, Աստծով կգովեմ նրա խոսքը, Աստծուն եմ հուսացած, չեմ վախենալ, ինչ կանե ինձ մարմինը։ Ամեն օր ծռում են խոսքերս, նրանց ինձ վրա արած բոլոր խորհուրդները դեպի չարություն են։ Նրանք հավաքվում են և թակ կենում, իմ ոտների հետքերին մտիկ են տալիս, որովհետև սպասում են իմ անձին։ Միթե անօրենությունով փրկություն կլինի նրանց, բարկությունով վայր գցիր ժողովուրդները ով Աստված։ Իմ թափառիլը դու համարում ես, իմ արտասուքները դիր քո տկի մեջ, ահա նրանք քո գրքումն են։ Այն ժամանակ իմ թշնամիքը ետ կդառնան քեզ կանչած օրս։ Ես այս գիտեմ, որ Աստված ինձ հետ է։ Աստծով կգովեմ նրա խոսքը, Տերով կգովեմ նրա խոսքը։ Ես Աստծուն եմ հուսացած, չեմ վախենալ, ինչ կանե ինձ մարդը։ Ով Աստված, քո ուխտերն ինձ վրա են, գոհության պատարագներ կմատուցանեմ քեզ, որովհետև դու իմ անձը փրկեցիր մահիցը, այո, ոտներս գայթակղությունիցը, որ Աստծո առաջին մանգամ կենտանյաց լույսի մեջ։ Տերորդն իր խոսքի ընթերցումը բոլորիս կյանքի համար աղոթենք։ Փառք ես մեր Տերը, այս պատվական խոսքիդ համար, այս խոսքովդ քո անունդ պիտի գովենք, այս խոսքդ գովելով քեզ պիտի փառավորենք։ Խնդրում ենք Տեր, որ մեր սրտերը բանաս, մեր մտքերը լուսավորես, խոսքդ պայծառացնես և հասկանալի դարձնես և մեր կյանքերը նորոգես, մեր մտքերը նորոգես, որպեսզի այս խոսքդ և խոսքիդ մեկնաբանությունը մեր սրտերի և մեր հոգիների համար կյանք դառնան, պտղատու դառնան, մեզ սնուցանեն և մենք կարողանանք իբարս քեզ ապրել, պաշտել, ծառայել, սիրել քեզ, քո ուզածիդ համաձայն։ Տերոջ պատվական անունով եմ աղաչում։ Ամեն։ Այսօրվա այս Սաղմոսի նյութը հավատացյալը և վախն է։ The believer and fears. Մարդուս համար վախենալը բնական ընտարարք է. It's a normal reaction. Մարդուս վախ զգալու պատճառը նրա իր գոյությունը պահպանելու կամ հանգստավետությունը ապահովելու սահմանափակությունն է, որովհետև սահմանափակ ենք այդ անելու, երբեմն վախենում ենք։ Քանի որ մարդս իր կարողություններով և տվյալներով հունավոր է, սահման ունի, ուստի նրան վտանգող պարագաները, որոնց չի կարողանում հաղթահարել կամ թվում է այդպես, որ չի կարող հաղթահարել, այդպիսի պարագաները մարդուս վախեցնում են, վախի զգացում է ձեռք տալիս մեզ։ Նա վախենում է, որովհետև այնպես է տպավորված, թե այն պարագաները իրեն պիտի ընկղմեցնեն, պիտի խորտակեն, նրա գոյությունը կամ հանգիստը պիտի վտանգեն և վնասեն։ Օրինակի համար։
Ընդհանրապես մարդիկ բարձրությունից վախենում են։ Ինչու՞։ Որովհետև գիտեն բնականաբար, որ եթե բարձր տեղից ընկնելու լինեն, ընկնելուն պես նրանք պիտի չկարողանան թռչունների պես թռչիլ եւ սավառնել եւ խաղաղ գետնի վրա իջնել։ Ընդհակառակը նրանք երկրագնդի ցկողական ուժին հաղթահարել չկարողանալով եւ թռչունի պես թռչելու սահմանափակության մեջ բռնված լինելով նրանք անմիջապես գետին պիտի զարնվեն ու կտոր պիտի լինեն։ Դրա համար մարդիկ բարձրությունից վախենում են։ Նաև մարդը վախի զգացում է ունենում, որովհետև նա Աստծո պես ամենագետ եւ գերիշխան չի։ Մարդուս համար ապագան անորոշ է։ Եվ այդ պարագայում որևէ բան կարող է նրա գոյությունը ապագայում վտանգել կամ վնասել։ Ուստի ապագայի անորոշություններն էլ մարդուս համար վախենալի եւ սարսափելի կարող են լինել։ Մանավանդ երբ որ նա գտնվում է իրեն վտանգող պարագաների տակ, օրինակի համար այսպես Դավիթը երբ գետի մեջ փղշտացիներից բռնված էր, գիտեր որ թշնամին իրեն բռնել է եւ թշնամին անպայման չարություն կանի, բարություն չի անի, ուրեմն վախենում էր։ Երբ որ մարդիկ օրինակի համար իրենց շրջապատում տեղի ունեցած անկայուն քաղաքական կամ ընկերային կամ նույնիսկ անկայուն ֆինանսական վիճակների մեջ են բռնվում, այդ վիճակներից սկսում են վախենալ։ Նրանց աչքի առաջին ապագայում տեղի ունենալիք եղելությունները անորոշ են, անկայուն են եւ դրանից սարսափում են եւ զարհուրում են։ Սրանց նման շատ ուրիշ օրինակներ կան, որոնք մարդուս համար վախենալի եւ սարսափազդու են, եւ այդպիսի պարագաներին ենթարկվելիս մենք մարդ արարածներս որպես բնական ընթարարք natural reaction սկսում ենք վախենալ։ Հավատացյալներս էլ մարդ արարածներ լինելով վախենալուց զերծ չենք։ We're not immune from being afraid. Մենք էլ ենք հաճախ վախերի մատնվում։ Վախենալը մեղք չի։ Այլ վախենալը մեր մարդկային բնական փորձառություններից է։ Փոքրիկ երեխաներն են, որ իրենց մարդկային տվյալներից կամ իրենց սահմանափակություններից տակավին անփորձ, ցավից տակավին անփորձ, վտանգից ու վնասից տակավին անտեղյակ լինելով հաճախ անվախաբար են վարվում եւ այդ անելով իրենց վտանգի եւ վնասի են ենթարկում, բայց երբ որ նրանք հասունանում են, ցավի տեղյակ են լինում, կամաց իրենց կարողությունների եւ սահմանափակություններին ավելի գիտակից են դառնում, իրենց վտանգող ուժերի մասին ավելի տեղեկություն են ունենում, ապա նրանց համար վտանգավոր վնասակար բաները եւ պարագաները սկսում են վախենալի դառնալ։ Հետաքրքրական այս է, որ մեր թշնամի չար սատանան եւ նրա գործակից դևերն էլ գիտեն, որ մենք սահմանափակ արարածներ ենք եւ գիտեն, թե մենք վախի ենթակա արարածներ ենք։ Եվ նաև գիտեն, թե վախը մեզ խոր ազդեցությունով է ազդում։ Նրանք իրենց չար եւ պիղծ մտայնությամբ մեր մարդկային վախի զգացումը չարաշահում են։ Մեզ սառեցնելու, անշարժեցնելու, թմրեցնելու եւ ըստ այնը մեզ կառավարելու որպես գործիք եւ միջոց են գործածում, ճիշտ ինչպես օծը, երբ որ ուզում է մկան կուլ տա, մկան արջև բարձրանում է այսպես եւ տափակացնում է իր բերանը եւ սկսում է պոչը խշշացնել, այդ մուկը վախից սառում է, մինչ այդ մուկը կարող էր օծից ավելի արագ վազել, բայց մուկը մոռանում է, որ ինքը մուկ է եւ սառում է եւ օծը իրեն հանգիստ կուլ է տալիս։
Սատանան այդպես է գործածում մեր վախենալու ընտարարք reaction-ը։ Ուրեմն, այս Սաղմոսի մեջ, Աստծո խոսքի այս հատվածում, Դավիթի կյանքից 3 տեսարաններով Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, թե հավատացյալներս, Աստծուն վստահողներս, փրկյալներս, մեր կյանքում տեղի ունեցող վախազդու պարագաներից անցնելու միջոցին ու երբ դրանցից միգուցե եթե վախենանք, եթե վախ պատահի մեզ, ինչպես պիտի վարվենք։ Որն է հավատացյալի զգացած վախի փարատման միջոցը։ Վախը փարատելուց հետո հավատացյալը ինչ պարտականություն ունի Աստծո հանդեպ։ Շատեր վախ չունենալու համար չեն ուզում վախենալի բաների մասին մտածեն նույնիսկ։ Օրինակի համար, եթե հիվանդությունն է վախեցնում, չեն ուզում նույնիսկ մտածեն, որ կարելի է, որ իրենք հիվանդանան։ Եվ իրենք իրենց խաբում են, որ ես երբեք չի հիվանդանամ։ Ես տունը կմնամ, մաս կգործածեմ, չեմ ձեռնվի։ Դրա համար եկեղեցի չեմ էթա, որ չի հիվանդանամ։ Դա արդեն այդ մկի նման սառած կյանք ես ապրում։ Դու արդեն շղթայվել ես այդ մկի պես վախի տակ ու սառել ես քո շրջապատիդ ներս։ Աստծո խոսքը ինչ է սովորեցնում մեզ հավատացյալներից, երբ որ վախենալի պարագաների ենք մատնվում։ Այս 3 հարցումներին պատասխանելու համար այս Սաղմոսի 3 տեսարաններին պիտի նայենք։ Առաջին տեսարանը 1 եւ 2 համարները եւ 5 եւ 7 համարներն են։ 1 to 2 and 5 to 7։ Դավիթի վախերն ենք տեսնում, որ իրական են։ We see David's fears, the real. Երկրորդ տեսարանը 3-ից 4 եւ 8-ից 11 համարներն են։ Դավիթի վստահությունն ենք տեսնում, we see David's trust. Եվ երրորդ եւ վերջին տեսարանում 12-ից 13 համարներում Դավիթի որոշումն ենք տեսնում, David's decision. Ուրեմն Դավիթի վախերը, Դավիթի վստահությունը եւ Դավիթի որոշումը։ Ինչպես անցյալ Սաղմոսների սերտեղություններում տեսանք, Դավիթը իր կյանքում եւ իր երկրավոր ծառայության շրջանին Իսրայելի վրա օծված թագավոր էր, բայց շատ հալածանքներ կրեց, շատ հակառակություններ կային, շատ թշնամիներ ուներ, շատ մարդիկ դրա դեմ էին կանգնել, նույնիսկ մինչեւ անգամ իր որդին եւ հենց իր ամենամոտիկ խորհրդատուն իր դեմ կրունկ վերցրեցին եւ նրան մատնեցին եւ սաստիկ վտանգի եւ վնասի ենթարկեցին։ Այս հակառակորդները իրենց չարամտությամբ եւ անիրավ եւ խաբուսիկ խոսքերով եւ արարքներով հաճախ Դավիթին եւ նրա կողմնակիցներին խիստ մեծ վտանգների էին մատնում, վնաս էին հասցնում եւ մտադիր էին, որ թե Դավիթին եւ թե իր ընկերներին սպանեն, նրանց կյանքի վերջ դնեն։ Սա վախենալի է, սիրելիներ։ Դավիթը իմանում էր, որ այս իր հակառակորդները չար մարդիկ են, անիրավ են, արյունարբույ են, անմեղ արյուն թափելուց որևէ բան նրանց չէր արգիլում։ Առաջին 3 համարներում Դավիթը այսպիսի մարդկանց կատարած ահավոր չարություններից ոտնակոխված, նրանց հարձակումներից հալածված անդադառնում է, որ իր մարդկային սահմանափակ ուժերին վստահելով նա պիտի չկարողանա դրանց դեմ դնել, որտեղ նրանք կարծես թե ուզում էին Դավիթին կուլ տային։ Ուստի իրենց վախեցնող պարագաների առջև գտնված ժամանակ նա իր աղերսը եւ աղոթքը Աստծուն է բարձրացնում ու ասում է խնդրելով ողորմիր ինձ, ով Աստված, որովհետև մարդը ուզում է ինձ կուլ տա, wants to swallow me, անգլերեն։
Ամեն օր պատերազմելով նեղացնում է ինձ։ Թշնամիներս ամեն օր կամ ամբողջ օրը, օրնիպուն, the whole day, կամենում են ինձ կուլ տալ, որովհետև ինձ հետ ամբարտավանությունով են կռիվ տալիս։ They are so proud. Այստեղ ողորմիր բայը բնակիր եբրայեցերենով նշանակում է ինձ բարիք արա։ Չի նշանակում այն կլասիկ հասկացողությունը, որ մի տալ ինձ ինչ որ ես արժանի եմ։ Դա չի նշանակում։ Խեսեդը չի այստեղ։ Այստեղ ողորմիր բայը նշանակում է գթա ինձ, խղճա ինձ։ Դրա համար անգլերեն թարգմանությունը ասում է be gracious unto me։ Շնորհալի եղիր իմ հանդեպ։ Դավիթի թշնամիների ու նրա վրա հարձակողների արարքը խիստ վախենալի էին։ Ուրեմն Դավիթը հատուկ օգնության կարիք ուներ։ Ասում է ամբողջ օրը խոսքերս ծռնում են։ Իմ վրա իրենց բոլոր խորհուրդները դեպի չարությունը մի հատ լավ բան չեն մտածում իմ համար։ Ինչ որ մտածում են, իմ չարիքս են մտածում։ Սա վախենալի է սիրելիներ, դա այդպիսի թշնամիներ ունենալ։ Ամեն տեղ ասում է ինձ հետևում են, թակ են կանգնում, իմ ոտների հետքերին մտիկ են տալիս։ Երևակայեցեք, այն ժամանակ կամերաներ չկային այսօրվա պես, որ աշխարհի մյուս ծայրում գտնված ժամանակ գլենդելի մեջ քո տանը դռան առաջին մուկը անցնում է, տեսնում ես։ Բայց Դավիթն ասում է, որ այս թշնամիներս այնքան շատ են, այնքան մարդիկ ունեն ամենտեղ, որտեղ որ քայլում եմ, ասում են, իմանում են, որ Դավիթը այսօր այս կողից գնաց։ Այն ճանապարհով թեքվեց։ Քայլերս, հետքերս քննում են։ Սա վախենալի է։ Ինչու, որտև սպասում են իմ անձին, այսինքն ուզում են իմ կյանքս վերջ տալ, սպասում են ամենահարմար պահին, որ ինձ բռնեն սպանեն։ Ինչ կզգայիք դուք, եթե մեկ այդպես հետևեր ձեզ։ Այս չարամիտ եւ չարակորձ մարդկանց արարքները Դավիթին վախեցնում էին։ Եվ բնական է, որ Դավիթը պիտի վախենար։ Անհանգստացնող է, մտահոգող է, զարհուրանք պատճառող է։ Դավիթի կյանքը վտանգված էր։ Եվ եթե մենք էլ այսպիսի պարագայի մատնվենք, վստահ մեզանից բոլորս էլ պիտի վախենայինք։ Միգուցե այս օրերում քաղաքակերտ քաղաքներում, երկրներում ապրողներս այսպիսի ֆիզիկական սպառնալիքների տակ չենք ապրում։ Այսպիսի սպառնալիքներ մեզ չեն վախեցնում, որտեղ չկան այդպես բաներ, ընդհանուր առմամբ։ Ու մեր առօրյայի ընթացքում տարբեր բաներ են մեզ վախեցնում։ Տարբեր ազդակներ, տարբեր թշնամիներ, տարբեր հակառակություններ կան, որ մեզ վախ են ազդում։ Մեզանից յուրաքանչյուրն էլ գիտենք, որ հունավոր ենք, սահմանափակ ենք, միայն որոշ չափով ենք կարող մեր կյանքի պարագաների վրա կոնտրոլ անենք, տիրենք, նրանց կարգավորենք, որպեսզի մեզ չվախեցնեն, բայց լինում են պահեր, տեղի են ունենում կացություններ, որ մենք դրանց վրա կոնտրոլ չունենք, կառավարություն չունենք, ոչ էլ գիտենք, թե ապագայում ինչ պիտի պատահի։ Սակայն եւ այնպես այդ կացությունները մնում են մեզ համար ամպոտ, մշուշոտ եւ հաճախ վախենալի։ Եվ ճիշտ այս կետում է, որ Սատանան վրա է հասնում եւ այդ անորոշության եւ վախի զգացումը որպես գործիք է գործածում, որ հավատացյալներիս մեր հավատքից վազանցնել տա, որ մեզ Աստծո դեմ թշնամություն մեր մտքի մեջ հառաջացնի, որ մենք մեր վախից անզգա դառնանք եւ Աստծուն ուրանանք եւ նրան ասենք, այսքան քեզ վստահել եմ, ինձ չես օգնում, ուրեմն դու չկաս, սուտ է, փուչ է, հիմարություն է։ Մի խոսքով, Պետրոս առաքյալի խոսքի համեմատ մեր ոսող թշնամին, չար Սատանան, մռնչող առյուծի նման մեր շուրջն է պտույտ գալիս եւ որոնում է
միայն որոնում է։ Թե ում կուլ տա, այդ նույն բառն է, ինչ որ Դավիթն էր զգում։ Այսպիսի մի վիճակի մեջ հայտնվեց Հոբի կինը։ Հիշում եք Հոբի կինը։ Հոբ 2:9-ի մեջ կարդում ենք, թե Հոբի կինը Հոբի կրած անտանելի ցավերը եւ տառապանքները տեսնելով Հոբին առաջարկեց, որ նա Աստծուն հայհոյեր եւ մեռներ ազատվեր։ Նա գիտեր, որ ոչ ինքը, ոչ էլ Հոբը, ոչ էլ Հոբի որևէ մի ուրիշ ընկերները ու որևէ մեկը կարող էր Հոբին օգնել։ Հոբը անհուս վիճակի մեջ էր, անօգնելի վիճակի մեջ էր։ Հոբին իր վերքերից բժշկող չկար, ուստի նրա համար միայն մեկ տարբերակ էր մնացել, մտածում էր նրա կինը, եւ այդ էլ Աստծուն հայհոյել, որ դրա պատիժը մահ պիտի լիներ, ուրեմն այդպիսով կարող էր ինքը իրեն ազատել։ Բայց Հոբի կինը չէր անդադառնում, որ այդ անելով Աստված պիտի նախատվեր։ Նրա խոսքը եւ նրա անունը պիտի արատավորվեր։ Այդ ընթացքում չարը Աստծո վրա հաղթական պիտի լիներ։ Եվ Աստված իր բոլոր ստեղծագործության առաջին խայտարակ պիտի դուրս գար, սուտ եւ անկարող պիտի հռչակվեր, որովհետեւ Հոբից եւ նրա կնոջից ծածուկ Սատանան Աստծուն ասել էր, որ եթե Աստված Հոբին զարկեր, այնպես որ Հոբը ցավ եւ վերքի մատնվեր, Հոբը այդ իր տառապանքի մեջ սարսափահար Աստծուն պիտի հայհոյեր եւ պիտի մեռներ։ Որովհետև նա Աստծուն ասել էր, I bet you, ես քեզ հետ գրավ կգամ, որ Հոբը քեզանից բարիք ստանալու համար է, որ քեզ այդպես պաշտում է, ոչ թե քեզ սիրելու համար։ Սակայն Հոբ իր ամենավախենալի, իր ամենաանկառավարելի վիճակում գտնված պահին, ցավ կրելու պահին, երբ որ իր կնկանից Աստծուն հայհոյելու առաջարկը լսեց, անմիջապես նրան հանդիմանեց, ասես դու չար եւ անխելք կանանց պես ես խոսում։ Աստծուց միայն բարիք ստանանք եւ չարիք չընդունենք։ Եվ անմիջապես հաջորդ համարի մեջ կարդում ենք. այս բոլորի մեջ, ինչի մեջ։ Այս բոլոր վախենալի, ցավալի, տառապելի, անորոշ, անբուժելի, անկառավարչելի վիճակի մեջ, որ Հոբը գտնվում էր։ Այս ամենի մեջ Հոբը իր շրթներովը չմեղանչեց։ Սատանան մեր առաջին, մեր արջևը գտնված պարագաները այնպես է մեր երևակայության մեջ լարում, որ դրանք իրականությունից ավելի վախենալի են թվում։ Եվ հաճախ դրանք մեր երևակայության մեջ են այդպես մեծանում, կառուցվում, անհաղթահարելի երևում։ Եվ այնպես է երևում մեր աչքին, որ դրանք մեր գոյությունը եւ մեր բարեկեցությունը խառնող, վտանգող, վնասող, միգուցե մեզ մեր գոյությունից զրկող վիճակներ կարող են լինել։ Եվ հետո մեր բնական վախի ընտարարքի միջոցին, այդ վախի ազդեցության տակ մեզ դրած, ճանանում է մեր տակն ու վրա եղած զգացումներով, մեր Քրիստոսով նորոգված տրամաբանությունը մթագնել։ He tries to dim our renewed mind. Մեր մտքի պայծառությունը այս վախի զգացմով աղոտում է, օյով, ոչ թե աղոտ, աղ չի ծանում, աղոտ, այսինքն մթագնած։ Creates a brain fog, անգլերենով։ Մեր խորհուրդների մեջ, մեր մտային տրամաբանության մեջ մառախուղ եւ մշուշ է առաջացնում, որտեղ մեր զգացումները խառնաշփոթ վիճակի մեջ են հայտնվում։
Եվ մենք անկարող ենք լինում պատշաճ լուծումը գտնել, վիճակների վրա տրամաբանել Քրիստոսի մտքով։ Որպեսզի այդ խառնաշփոթ եւ այդ աղոտ, այդ մշուշոտ, այդ մթագնած վիճակի մեջ մենք արագ որոշում տանք եւ մեր որոշումները պիտի լինեն այդ զգացումներից ազատվելու համար որոշումներ եւ ընդհանրապես նա մեզ պիտի առաջարկի թե ինչ անենք որ լավը զգանք մի շիշ խմիր գանգստանաս այս տեղը գործածիր կքնես ինքսինքը տուր մի քիչ զեղքյանքի կցնդես կմոռանաս գնա շոփինգ մի քանի $1000 դիր գրպանդ գնա Լաս Վեգաս ու don't care երեք օտանավի մեջ միակի գիրք էր կարդում մեր աղջիկը նստած Լեդիան ինձ ասեց տես ինչ է կարդում գրքի վերնագիրն էր վախերդ կամ մտահոգություններդ ունեցիր կամ ինչ էր on your own anxieties սեփականացրու ճիշտ Աստծո խոսքի հակառակը վայ այն մարդուն որ արդեն վախի մեջ է հիմա մեկ էլ պիտի գաս այդ վախերը պիտի սեփականացնես դնես ծոցիդ մեջ ու մատել պինդ լակ դնես վրան որ ես քիչ կարողանաս ազատվես դրանից տեսնում եք սատանայի խաբկանքը Իսկ ինչ եք կարծում, որ սատանան մեզ պիտի առաջարկի անենք այդ վիճակի մեջ։ Լավ բան հո չի առաջարկի մեզի։ Սատանայի գործը գողանալ եւ սպանել է, ասաց Տեր Հիսուսը։ Սատանան մեզ առաջին բանը, որ պիտի առաջարկի այդ վիճակում, այն է, որ մենք մեր վախեցած պահին մեղանչենք։ Ինչ որ հոպիկին առաջարկեց։ Աստծո բարությունը նկատի չառնենք, Աստծո բարեգործությունը նկատի չառնենք, Աստծո ճշմարտությունը նկատի չառնենք, Աստծո բոլոր ստորոգելիները մոռանանք, Աստծուն մարդու պես վարվենք։ Նրան Աստծո պես չփառավորենք, ասում է Հռոմեացիս 2-ի մեջ։ Աստվածային ստորոգելիներին կասկածենք եւ ամենահեշտ ձևը այն է որ մեր դեմ բարձրացած վախենալի վիճակների համար անմիջապես Աստծուն մեղադրենք մանավանդ վերակազմ հավատացյալներս որ գիտենք որ ամեն բան Աստծո ձեռքերի մեջ է նրա հրովարտակների համաձայն է կատարվում ուրեմն իմ ցավերս էլ նրա հրովարտակի մեջ են ուրեմն ինչու ինձ ով Աստված բնական է տեսնում եք սատանայի լոջիկը որ Աստծուն մեղադրենք, նրան անկարող եւ անարդար հռչակենք, նրանից եւ նրա խոսքից եւ նրա ներկայությունից որքան կարելի է քաշվենք, հեռանանք, դրա համար է որ շատ հաճախ սատանայից խաբված հավատացյալներ, երբ ընկնում են դժվարության մեջ, առաջին բանը որ լինում է, ել չես տեսնում եկեղեցում։ Սատանայի խաբկանքն է։ Թեպետ սատանան երբեք չի կարող մեզ Տիրոջից մեր ստացած փրկությունը մեզանից խլել։ Բացառված է։ Կամ որևէ կերպով դրան չեզոքացնել։ Բայց նա մեր զգացած վախից մեր տրամաբանությունը մթագեցնելու կարողություն ունի։ Մեզ մեր զգացումներին հենվել է տալիս։ Եվ մենք մեզ վախեցնող պարագաները անհաղթելի տեսնելով որովե ուրիշ ելք չենք կարողանում տեսնել, բացի անել այնինչ, որ նա է առաջարկում մեզ։ Այսպիսով չարը վախը գործածելով, մեզ սուտ խոստում տալով, թե այս արա լավ կզգաս, ճշմարտությունը մոռանալ է տալիս, եւ դրան անտեսելով կարողանում է մեր արարքները, մեր խորհուրդները, մեր արտահայտությունները իր կառավարչության տակ առնի եւ մեզ մեղքի առաջնորդի։ Եվ հենց որ մեղանչենք ետ դառնա մեզ մեղադրի որ ամոթ քեզ դու ինչ ես հավատացյալ ես ուրեմն դու փրկված ես ուրեմն մեր փրկության ուրախությունը եւ վստահությունն է գողանում մեզանից ոչ թե մեր փրկությունը նկատի առնենք որ այս չարագործ մարդիկ ովքեր Դավիթին վախ էին ազդում օրն ի բուն ամբողջ օրը Դավիթի դեմ կռիվ ու պատերազմ էին տալիս
Սուտ կեղծ լուրեր էին տարածում, ամբողջ օրը Դավիթի խոսքերը ծռում էին եւ շարունակապար չարություն էին մտածում եւ ծրագրում։ Սատանան այսպես է աշխատում։ Սատանան երբեք մի օր vacation չի վերցնում, ասի, ո՞վ է, այս մարդուն այսքան չարչարեցինք, լավ, հիմա գնամ մեկ լավ բաներ ասեմ։ Իսկ 100 անգամ ինձ ասացի, ես արա մի անգամ էլ ասեմ լավն արա։ Որ մյուս անգամ այդպես չարն ասեմ, ինձի հավատա։ Այդպես չի մտածում Սատանան։ Սատանան բարի բան չի կարող մտածի։ Նա սուտ է եւ ստության հայրն է, ակն է, աղբյուրն է։ Բայց մի րոպե, մյուս կողմից էլ նայենք, այս վախերը մեզ համար իրական են, երևակայական չեն։ Այս մեր պարագաները իրական են։ Երբ որ մեկը հիվանդանում է, երբ որ մահ է պատահում, երբ որ ֆինանսական կորուստ են կրում, երբ որ ակսիդան է լինում, երբ որ չգիտեմ ինչ է լինում, սրանք մեզ վախեցնում են, ես վախը իրական է։ Վնասակար ենք տեսնում, վտանգավոր են, վիրավորիչ են, պատերազմի և կռվի նման մեր կյանքը նույնիսկ կարող են վտանգել։ Ուրեմն ինչպես պիտի սրանց դիմադրենք։ 7-րդ համարում Դավիթը Աստծո արդարությանն է դիմում այս չարագործ մարդկանց համար։ Նրանց չի վերադարձնում իր չարությունով։ Նրանց հատուցումը իր ձեռքերով չի տալիս, ասում է 7-րդ համարում միթե անօրենությունով փրկություն կլինի նրանց, պատասխանը ինչ է, ոչ չի լինի, նրանք ինչքան անօրենություն անեն, նրանց համար ազատում չկա, և Աստծուն խնդրում է, որ բարկությունով վայր գցիր ժողովուրդները, այսինքն հեթանոսները, հակառակորդները, բազմաթիվ են, Աստված իր բարկությունով, իր սրբությունով նրանց կդատի և Դավիթը այդ վրեժխնդրությունը Տիրոջն է տալիս։ Դա օգնում է, որ նա իր վախը կարողանա կոնտրոլ անի և վախից զգացումներին չտրվի։ Վախից նրանց հետ վրեժ չլուծի։ Անօրեններն ու չարագործները իրենց արդար դատաստանը Աստծուց կստանան։ Եվ Աստված նրանց դատավոր կկանգնի, որտեղ Աստված սուրբ է, արդար է, ուղիղ է, ճշմարիտ է, եւ իր բոլոր արարքները իր անձի պես են։ Այս պատճառով է, որ այս Սաղմոսի հենց առաջին համարում Դավիթը վախեցած պահին Աստծուն է աղաչում։ Տիրոջն ասում է ինձ ողորմիր, որտեղ նա գիտեր, որ Տերը նրան մի ելք, մի ազատություն, մի ճանապարհ, մի ապահովություն պիտի տար, պիտի խղճար, պիտի գթար։ Հարցամ ձեզ, արդյոք ձեր կյանքում իրապես վախեցնող պարագաներ կան, եղել են։ Դավիթի կյանքում կային։ Վստահ մեզանից շատերի, եթե ոչ բոլորիս կյանքում էլ մեզ վախեցնող պարագաներ լինում են, եթե չի լինում, կամ եղել են, եւ հիմա խաղաղ ես, կամ խաղաղ ես, ապագային պիտի լինեն։ Այդ երկուսից մեկն է։ Բայց ինչպես պիտի դիմագրավենք, եթե պիտի վախենանք այս բարերից։ Ում պիտի դիմենք։ Դավիթի պարագայում տեսնում ենք, որ Աստծուն է դիմում։ Սա բերում է մեզ այս Սաղմոսի 2-րդ տեսարանի նկատի առնել Դավիթի վստահությանը։ 3-4 համարներում ինչ օր որ վախենամ, այսինքն երբ որ վախենամ, այն օրը որ ես վախենամ, the day that I am afraid, քեզ կհուսամ։ Անգլերեն ասում է, իմ վստահությունս քո վրա կդրեմ, I will put my trust upon you։ Հայերեն ասում է քեզ կհուսամ։ Մենք հուսալ բառը այսօրերից շատ ավելի թեթև եւ ծանծաղ են գործածում։ Հուսալ այսօր գործընկածում, այսինքն չգիտեմ ինչ կլինի, մաղթում եմ որ այսպես լինի, բայց վստահ չեմ որ կլինի կամ չլինի, բայց ես փափակում եմ որ այսպես լինի։ Այդ է հուսալու իմաստը այսօր։ Հուսամ քեզի վաղը կտեսնեմ։ Այսինքն չգիտեմ քեզ վաղը կտեսնեմ, ուզում եմ տեսնել քեզ, լավ կլինի որ քեզ տեսնեմ, կուրախանամ, բայց վստահ չեմ։ Բայց այստեղ երբ կարդում եմ քեզ կհուսամ, այդ նույն հուսալու իմաստը չի։ Այստեղ ասում է ես քեզ կհանձնվեմ։ Ես քեզ կվստահեմ։ Ես իմ վստահությունս կտնեմ քո վրա, քո անձի վրա, քո ով լինելու վրա։ Ճիշտ ինչպես դուք հիմա այս աթոռներին եք հուսացած։
Դուք հոգնած եկաք եւ այս աթոռների վրա ձեր բոլոր մարմնի ծանրությունը հուսացիք այս նստարաններին։ Եթե ոչ, կանգնած պիտի մնայիք եւ հանգստացաք։ Աստծով կգովեմ նրա խոսքը, Աստծուն եմ հուսացած, այսինքն վստահած, չեմ վախենալ։ Ինչ կանի ինձ մարմինը։ Ավելի հասկանալի թարգմանությունով այս համարները այսպես են թարգմանվում. Երբ որ վախենամ, վստահությունս քո վրա կդնեմ։ Աստծուն, ում խոսքն եմ գովում, Աստծուն կվստահեմ, անգլերեն այդպես է գրված։ In God, whose word I trust, I praise, in God I will trust. I will not be afraid. Նկատի առեք երրորդ համարում նա չի ասում վախ չունեմ։ Ոչ, ասում է երբ որ վախենամ։ Այսինքն վախը իմ կյանքից մի իրականություններից է։ Գլինի պարագավոր կվախենամ, բայց այն օրը որ վախենամ, I have a way out. Վախենալը ամոթ չի սիրեն։ Վախենալը մեղք ու հանցանք չի։ Այլ բուն հարցը եւ կետը այն է թե վախը մեզ ինչ բանի է տանում, ուր է առաջնորդում։ Մենք այդ վախենալի կացության մեջ ինչպես ենք վարվում, այդ անորոշ, անկայուն, անկառավարելի վիճակների մեջ մեր վստահությունը ում վրա ենք դնում։ Դավիթը իր առաջին պարզված վախենալի պարագայում Աստծուն ուղղած իր խոսքը ասում է ամեն օր։ Ամեն անգամ, երբ վախենամ կամ վախենալի պարագայի մատնվեմ, որ ինձ վախեցնի, ես քեզ պիտի հուսամ, քո վրա պիտի հենվեմ։ Այսինքն իմ աչքերս եւ կեդրոնացումս այդ պարագայից պիտի վերցնեմ, իմ զգացումներս պիտի ջոկեմ եւ պիտի ճշմարտության նայեմ։ Քեզ պիտի նայեմ։ Քո ստորոգելիդ պիտի նայեմ։ Քո արարքներից պիտի նայեմ, պիտի տեսնեմ քո խոսքդ քո մասին ինչ ասում ինձ։ Առանց մտահոգվելու թե պարագան ինչպիսին է։ Այդ անելով իմ մտքի խավարումը, իմ մտքի մթագնությունը, այդ աղոտ վիճակը կսկսի պարզվել, մշուշը կփարատվի եւ կիմանամ ինչ պետք է անեմ։ Անգլերեն թարգմանության մեջ ասում է իմ վստահությունը քո վրա պիտի դնեմ։ Բնագրի մեջ այս վստահություն դնել բառերը ավելի հստակ կերպով ասում է իմ վստահությունս քո վրա պիտի փռեմ։ That's a good one. I will cast. I will spread. Մենք հայերենով երբեմն ասում ենք, երբ որ շատ հոգնած ենք լինում, գալիս ենք դիվանի վրա ինչ ենք լինում, փռվում ենք։ Այսինքն այնքան հոգնած եմ, որ չեմ մտածում, հենց մինակ ուզում եմ գնամ միտեղ ինքսինքս փռեմ այդ աթոռի վրա, որ հանգստանամ։ Այդ Դավիթը դրա մասին է խոսում։ Աստծուն այնքան զորավոր է տեսնում, այնքան ուժեղ, այնքան հիմնավոր, այնքան ճշմարիտ, այնքան ուղիղ եւ հանգստացնող, որ ասում է ես իմ այս բոլոր խառնվճակ վիճակներից մեջ պիտի գամ ու փռվեմ քո վրա, որտեվ գիտեմ, որ երբ որ քո վրա փռվեմ, այնտեղ ես կհանգստանամ։ Բայց հենց որ պարագաները մի քիչ փոխվում են մեր կյանքի մեջ, այս ասելը շատ հեշտ է։ Այս համարը շատ լավ է հնչում, որ մենք Աստծո վրա փռվենք։ Շատ հեշտ է, երբ որ ամեն բան լավ է ընթանում։ Ես մի հատ պարսիկ ընկեր ունեի, ասում էր, որ մի հատ էլ քաղցր թեյ տան, շատ ավելի լավ կզգաս։ Հեշտ Աստծո վրա կարող ես հենվես։ Բայց դժվար է լինում, երբ որ իրական դժվարության մեջից ես անցնում եւ վախենում ես։ Աստծո վրա փռվելը գրեթե անհնար է դառնում, որտեղ մենք փորձվում ենք մեր մարդկային միջոցով այդ հանգույցը լուծել եւ չի ստացվում։ Բայց Դավիթը այդ չի փորձվում։ Ասում է ես քո վրա պիտի դնեմ իմ հույսս, իմ հանգստությունս։ Դավիթը մեզ այս կատարյալ վստահելու բանալին է տալիս։ Ինչ անենք։
Ինչպես ենք կարող դժվարության ընթացքում վախեցած պահին Աստծո վրա փռվել։ Բանալին ո՞րն է։ Բանալին Դավիթ տալիս է մեզ։ 4-րդ համարում ասում է. Աստծով կգովեմ նրա խոսքը։ Հայերենը մի քիչ անհայտ է։ Անգլերեն թարգմանությունը շատ հստակ է։ Ասում է Աստծուն in God խոսքն եմ գովում ստորակետ Աստծուն կվստահեմ։ Նկատի առիք այդ միջանկյալ նախադասությունը։ Ուրեմն Դավիթը Աստծուն վստահելու համար բանալին որ գործ է ածում Աստծո խոսքն է։ Աստծուն խոսքն եմ գովում։ Այսինքն ես Աստծուն կատարելապես վստահելու համար Աստծո խոսքին կարիք ունեմ, այն էլ Աստծո խոսքին որպես խիստ բարձր եւ իմ կյանքիս եւ հավատքիս կառավարիչը որպես պիտի ընդունեմ։ Եթե մենք Աստծո խոսքին այդպես չենք նայում, եթե Աստծո խոսքը մեզ համար այդպիսի արժեք չունի, բարձ բան է որ երբ վախենանք, այն մկի պես կսառենք։ Ուրեմն մենք չենք կարող մի էակի կատարելապես վստահել, ուր մնաց նրա վրա փռվել, եթե նրան չճանաչենք։ Եթե նրա հետ հարաբերություն եւ հաղորդակցություն չունենանք։ Իսկ ինչպես ենք կարող Աստծո հետ հարաբերություն եւ սերտ, մտերիմ հաղորդակցություն ունենալ, որպեսզի կարողանանք նրա վրա փռվենք, վստահենք, որ հասկանանք ով է։ Ինչպես են կարող Աստծո մասին տեղեկություն ունենալ, թե ով է նա, ինչպիսի էակ է նա, եթե ոչ նրա խոսքի միջոցով։ Ուստի տեսնում ենք, որքան հիմնական է, որքան կարևոր է, որքան գործնական է, որքան նախապատիվ է, որքան արժեքավոր է Աստծո խոսքը մեր ամեն օրվա կյանքի համար։ Աստծո խոսքը մենակ կիրակի օրվա համար չի, սիրելիներ։ Քահանաների եւ փաստերների համար չի։ Բոլորիս համար է, մեծի համար է, փոքրի համար է, թինեյջերի համար է, ծերուկի համար է, ամուսնացածի համար է, ամուրի համար է, տղաների համար է, աղջիկների համար է, կանանց համար է, տղամարդկանց համար է, բոլորի համար է։ Ուրեմն սիրելիներ, Դավիթն ասում է, ես Աստծո խոսքը կգովերգեմ, այսինքն Աստծո խոսքին խիստ մեծ պատիվ կտամ, Աստծո խոսքը ինձ համար մեծ արժեքավորություն ունի կյանքիս մեջ, հարց տամ քեզ, դու Աստծո խոսքին գովում ես թե ոչ։ Որքան կարևոր է Աստծո խոսքը քեզ համար։ Ամեն օր։ Մտածում ես, որ այս պահին, այս պարագայի մեջ Աստծո խոսքը ինչ ունի ինձ համար ասելիք։ Մի դժվար պարագայի առջև ես կանգնում, մի երկընտրանի ճամփու առջև ես կանգնում, մի վախենալի կացության առջև ես գտնվել։ Ինչ պիտի անես, առաջին անելիքդ ինչ է։ Հեռաձայնեմ մամայիս։ Կամ հեռաձայնեմ այսինչին։ Օ, հովիվին հեռաձայնենք, ինքը լավ իմանում ամեն բան, խելացի մարդ է։ Ոչ։ Լավ է մամային հեռաձայնել, քույրիկին դրացին, չգիտեմ ինչ։ Եթե լավ մամա ունեք, լավ դրացի ունեք, լավ ընկերուհի ունեք, հավատացյալ են, կարող են լավ խորհուրդներ տալ, բայց դրանք նախապատիվ չեն։ Առաջին բանը, որ հավատացյալի մտքից պիտի անցնի, այս է. Աստծո խոսքը ինչ է ասում ինձ վրա անեմ։ Մի րոպե. Let me think about this. What does the Bible tells me so? Նայեմ տեսնեմ Աստծո խոսքի մեջ մեկը կար, որ սրան միջից անցավ։ Մեկը կար, որ այսպեսի պարագա ունեցավ։ Լավ, ես չեմ անում, գնամ մեկից հարցնեմ։ Եղբայր, քույր, Աստծո խոսքը այս պարագային ինչ ուքի ասելիք։ Սաղմոս 56-ը բաց, դες ինչ գիտի ասելիք։ Երբ որ գովենք Աստծո խոսքը, այն ժամանակ Աստծո խոսքը Աստծուն մեզ կհայտնի, Աստծուն մեզ կծանոթացնի, Աստծուն կարող ենք վստահել։ Եվ այն ժամանակ մեր վախերը կփարատվեն։ Հիսուս նույն բանը արավ, հիշում եք։ Քանի անգամ իր աշակերտներին ասեց. մի վախենաք, ես եմ։ Ես եմ։ Երբ ասում է ես եմ, այսինքն ինչ։ Այսինքն ես եմ, Աստծո որդին եմ։ Այն Աստվածն եմ, որ ծովը խաղաղեցրեցի։
Այն Աստվածն են, որ 2 ձգով 5 հացով հազարավոր մարդկանց կերակրեցի, մի վախենակ։ Ես եմ։ Աստված ինքն է հայտնում մեզ Աստծո խոսքով։ Դրա համար մեր վախերը փարատվում են, հալվում են։ Իրականությունը բացվում է մեր աչքի առջև, այն ժամանակ Դավիթն ասում է. «Ուստի չեմ վախենալ»։ Պարզ բան է չես վախենալ։ Երբ որ Աստծո խոսքով Տիրոջն ես ճանաչում, հասկանում ես, որ Աստված ինչպես է քեզ վարվելու, ինչպես է քեզ պահելու, ինչ է խոստացել իր խոսքի մեջ։ Այն ժամանակ ասում է. «Մարդը ինչ է»։ Մարդը ով է, որ նրանից վախենում։ Տեսեք, ինքը փղշտացիներից բռնվել էր։ Թշնամիները իրեն բռնել էին գետի մեջ։ Ինքը կյանքը սպառնված էր։ Մարդը ինչ անում ասում է։ Ինչու, որտեվ բոլոր կացությունների վրա գերիշխան Տերը ինքն է։ Ապագան երեկվա պես իմացող Աստված ինքն է։ Սիրելի հավատացյալ եղբայր քույր, ինչ ես անում, երբ որ հանկարծահաս վախի մեջ ես բռնվում, ում ես դիմում։ Բաց սուբգիքդ կարդա Աստծո մասին, բաց սուբգիքդ Աստծո խոսքերով երկիր Աստծուն, բարձրացրու Աստծո խոսքը, փառաբանիր Աստծուն իր խոսքի համաձայն, որ նա քեզ հայտնի, որ միտքդ նորոգվի, որ ճշմարտության հիման վրա քայլ առնես, ոչ թե զգացումներդ լավ զգալու հիման վրա։ Երբեմն ճշմարտության վրա քայլ առնելով մեր զգացումները ավելի են գրգռվում։ Մենք մեր զգացումները խամրելու, նրանց շոյելու համար չի, որ քայլ ենք առնում։ Այդ զգացումները թող Տիրոջը։ Աստված վերջավորության քեզ լավ զգալ կտա, բայց մինչ այդ կարելի է, որ լավ չզգաս, երբ որ ճշմարտությունն ես անում։ Տեր Հիսուսին հետևելը գին ունի։ Սուղ է։ Եվ Դավիթը մեզ ասում է, որ նա Աստծուն աղաչում է, որ Աստված իրեն խղճա, գթություն անի, բարիք անի, մխիթարի, ուժ կարողություն տա, շնոր անի։ Սաղմոս 91:1-ի մեջ բարձրյալի ծածկոցի տակ բնակողը ամենակարողի շուքի տակ ինչ է լինում, հանգստանում է։ Դավիթը այդ էր խնդրում Աստծուց։ Դավիթը Աստծո կատարելությունը, հավատարմությունը, ամենակալությունը, գթառատությունն է խնդրում։ Եվ մի շատ պատկերազարդ ոճ է գործածում 8-րդ համարի մեջ, ասում է. «Իմ թափառիլը դու համարում ես, իմ արտասուքները դիր քո տկի մեջ, ահա դրանք քո գրքումն են»։ Սա ոտանավորի ոճ է, բանաստեղծական ոճ է։ Ուզում է մեզ ասի, որ Աստված մեր նույնիսկ բոլոր թափառումները հաշվի է առնում։ Նա գիտի, որ քանի անգամ գլուխս որ պատին եմ խփել, մեր բառերով։ Նա գիտի, թե որքան եմ ես վախեցել։ Ամեն մի քայլափոխս նրա կոմպյուտերի մեջ գրված է։ Այսօր Վահիկ այս արեց։ Ահա տես ուրիշ ինչ արավ, տես։ Էս էլ գրվեց։ Ինչ կարծում եք, երեք օդակայանից անցնելու ժամանակ, երբ որ ներս մտանք Ամերիկա, Լիդիան ասի, «Փասպորտդ պատրաստի, քեզի պիտի խնդրեն փասպորտ ցույց տալ»։ Փասպորտ էլ չուզեցին մեզանից։ Մտանք ներս, ասա, որ այս էկրանի առջև երեսը տիր։ Էկրանին նայեցի, իմ պատկերս եկավ, համեցեք։ Հետո զարմացանք, ասենք, վաու։ Եթե մարդը կարողանում է երկիր մտնելու համար այսպես դյուրությամբ անցնի, կարծում ես երկինք մտնելու համար ինչ կարիք կա։ Ամեն մեր ինֆորմացիան իրենց գրքի մեջ կար գրած։ Ով եմ, ազգանունս ինչ է, որտեղ եմ ծնվել, քանի անգամ եմ գնացել եկել, այսօր որտեղից եկա, որքան մնացի դուրսը եւ այլն։ Բոլորը ունեն, կարիք չունի, որ թուղթ բանաս, չգիտեմ, առաջվա պես։ Եթե մարդը կարողանում է այս մեր թափառելները համարել, հաշվի առնել, չէ՞ կարծում Աստված արդեն իսկ դա ունի իր գրքերի մեջ, տոմարների մեջ, կոմպյուտերների մեջ, իր կարողության մեջ։ Դավիթն ասում է, իմ թափառելներս հաշիվը քո ձեռքդ է, Տեր։ Իմ ամեն մի արտասուքս քո տկի մեջ պահիր։
Դրանք բոլորը քո գրքի մեջ գրված են։ Գիտեք, սիրելիներ, երբ որ մենք վախից կամ ողորմություն խնդրելուց արտասվում ենք, զգացումներ ենք թափում Աստծո առջև, լալով աղոթում ենք մի բանի համար, Աստված դրանց աննկատ չի առնում։ Աստված տեսնում է դրանք բոլորը։ Աստված դրանց բոլոր հաշիվները ունի, քանի միլիգրամ արցունք թափեցիր այսօր։ Որքան աղ կար քո արցունքիդ մեջ։ Ինչ մոլեկուլներ կար քո, ինչու թափեցիր այդ արցունքը։ He knows everything։ Բան չկա, որ Աստծուց ծածուկ լինի։ Մենք այսպիսի Աստծուն ենք վստահում։ Սա ոտանավորի ոճ է, սա բանաստեղծական ոճ է։ Աստված տիկ չունի, շիշ չունի, արցունք չի պահում։ Կոմպյուտեր չունի։ Ուզում ասի, որ Աստված ամենագետ է։ Աստված ամեն բանի վրա կոնտրոլ ունի։ Կարելի է, հնարավոր է եւ նախընտրաբար լավ է, բարի է, օրհնաբեր է, որ Աստծուն վստահենք, որտեղ ամեն բան իր ձեռքի կառավարչության տակ է։ Այսպիսի մի Աստծուն ենք աղաչում, ողորմիր ինձ։ Երբ որ մի քիչ Աստծուց հեռանում ենք, սկսում ենք թափառել։ Բայց Աստված դրանից էլ լուր ունի։ Աստված մեր կրած վշտերից տեղյակ է։ Եվ Աստված մեր տակն ու վրա վիճակը իմանում է։ Մեր բոլոր հառաչանքները Աստծուն բացահայտ են, դրա համար մենք չենք վարանում Աստծուն աղոթել, երբ որ վախենում ենք։ Մի վարանեք։ Ամոթ չի Աստծո առջև գնալ եւ ասել, ով Տեր, այս վիճակը ինձ վախեցնում է, please, ինձի խղճա ողորմիր, շնորհ արա, որ չվախենամ։ Աստված իր զավակներին անտեր, անհույս, անխնամ, անմխիթար չի թողնում։ Մատթեոս 7:11-ի մեջ Տեր Հիսուսը Հայր Աստծո հավատարմության եւ ամենախնամարարության մասին ուսուցանեց եւ ասեց. «Արդ եթե դուք չար լինելով իմանում եք ձեր զավակներին բարիքներ տալ, որքան ավելի ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, որ խնդրում են իրենից»։ Դավիթի հետ միատեղ ամեն մի հավատացյալ Աստծո զավակի ամեն մի արցունքի կաթիլի անգամ Աստծո գերիշխան իմացականությունից հեռու չի։ Աստված ամեն բանի հաշիվն ունի։ Դավիթը այս ասելով ուզում է ասել, որ թող անորոշությունները եւ մեր չիմացածը, մեր հունավոր վիճակը մեզ չվախեցնի, որտեղ մենք անհունն Աստծուն ենք վստահում։ Երբ վերջի անգամ, որ վախեցածդ պահին, Աստծո խոսքին վազեցիր։ Աստծո խոսքի հիման վրա շարադրված երգերով Աստծուն աղաչեցիր, գովեցիր, խնդրանքդ ներկայացրեցիր եւ այնտեղ նրա վրա փռվեցիր։ 9-րդ համարում Դավիթը մեզ վստահեցնում է. այն ժամանակ իմ թշնամիքը ետ կդառնան քեզ կանչած օրս։ Պարզ բան է, այն թշնամին, որ ուզում էր մեզ խառներ իրարու, երբ որ մենք Աստծուն կանչենք, ետ կդառնա։ Եվ ավելացնում է այս հիանալի ճշմարտությունը, որ եթե այսօր ոչ մի բան պիտի չհիշեք, այս մեկ բանը չմոռանաք։ Այս ես գիտեմ, թե Աստված ինձ հետ է։ If you forget everything I said today, and you probably will forget most of it anyway, բայց եթե մոռանաք ամենքը, այս մի բանը չմոռանաք, հավատացյալ քույր եղբայր, listen well. Դավիթն ասում է, այս մի բանը գիտեմ, որ Աստված ինձ հետ է։ When you're afraid, remember this. God is with you. God is in you. Աստված իմ մեջս է։ Աստծով կգովեմ նրա խոսքը, Աստված ում խոսքը պիտի գովեմ։ Տերով կգովեմ իր խոսքը։ Ես Աստծուն եմ հուսացած, ուրեմն չեմ վախենալ։ Ինչ կարող է անել ինձ մարդը։ You see the result.
Երբ որ Աստծո խոսքի վրա Աստծուն ենք վստահում, նրա վրա ենք փռվում, նրան ենք հանձնվում, Աստված մեզ վախեցնող պարագաներից անցնելու պահին նույնիսկ մեզ հետ է, մեզ քաջություն է տալիս, դիմանալու զորություն է տալիս, հաղթահարելու կարողություն է ներշնչում, հարատևություն է տալիս մեզ, եւ սա ավելի է մեզ մղում, որ Աստծուն հուսանք, այն Աստծուն, ում խոսքն ենք գովում, եւ այլևս մարդուց, պարագաներից, եղելություններից չվախենանք, այլ Աստծուց երկյուղենք. No fear of man, all fear of God. Դավիթն ասում է, ես գիտեմ. This is the truth, որի վրա հաստատված եմ, որ Աստված ինձ հետ է, ուրեմն չեմ վախենալ. Հարց տուր քեզ, սիրելի հավատացյալ, դու գիտես, որ Աստված քեզ հետ է, թե ոչ երբեմն մոռանում ես, որ Աստված քեզ հետ է։ Մատթեոս 10:28-ի մեջ Տերն ասեց. մի վախենաք նրանից, որ մարմինը սպանում են եւ հոգին չեն կարող սպանել։ Այսինքն մարդկանցից մի վախեցեք։ Շատ անեն մարմինն են սպանելու, որ անում են ցավոք սրտի։ Դա էլ է վախենալի, բայց վախենալին այն է, որ նրանից պիտի վախենանք, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մեջ, Աստծուց պիտի վախենալ։ Այսինքն մարդու տված վնասը հունավոր է, հավիտենական չի, բայց Աստծո առաջին անփրկյալ կանգնելու վտանգը եւ վնասը հավիտենական է, դժոխքի պատժով է պատժվում, այդ դրանից պետք է վախենանք։ Եթե Աստված մեզ հետ է, այսինքն նա մեր մեջ է, ուրեմն մենք այլևս վախենալու կարիք չունենք։ Եթե Աստված մեզ հետ է, դա նշանակում է մենք Աստծո հետ հաշտ ենք, եւ նա մեզ հետ հաշտ է, արտարացված ենք Հիսուսի միջոցով, ուրեմն Աստծուց սարսափելու կարիք չունենք, Աստծուց երկյուղելու կարիք ունենք, Աստծուն հարգելու կարիք ունենք, Աստծուն ակնածանք անելու կարիք ունենք։ Որտեղ մեր բոլոր մեղքի պատիժը Հիսուսի վրա դրվեց, եւ մենք եղանք Աստծո զավակներ նրա միջոցով հավատքի շնորհիվ։ Այլևս ասում է դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսով եղողներին, ուրեմն մենք կարող ենք Աստծո վրա փռվենք, երբ որ վախենանք, եւ մարդուց չվախենանք։ Դավիթը այս հիանալի ճշմարտություններով գոտեպնդված 3-րդ կետում որոշում է կայացնում, եւ որոշումը այս է, որ վախը փարատելուց հետո չի գնում իր գործի հետևից, Աստծուն դնում կիրակի օրվա տփիկի մեջ, Տեր Աստված գվերադառնամ կիրակի առավոտ, կպաշտեմ քեզ, մինչ այդ bye, have a good day։ Շատ հավատացյալներ այդպես են ապրում, ցավոք սրտի։ Աստված կիրակի օրվա տփիկի մեջ է։ Հենց կիրակին լույսը բացվում է, այդքան տուփը կբացվում, այ Աստված ջան, այ գնանք եկեղեցի միասին։ Ամբողջ օրը Աստծո հետ են, կիրակի գիշերը գալիս է, դնում են տփիկի մեջ, դուռը փակում են, գնում են իրենց գործի հետևից։ Էլ ոչ Աստված, ոչ Աստծո խոսք, ոչ երկեցողություն, ոչ գովություն եւ ոչ ինչ։ Բայց Դավիթ այդպես չի անում։ Տեսեք 12-րդ համարի մեջ ասում է. Ով Աստված, քո ուխտերը ինձ վրա են։ Գոհության պատարագներ կմատուցեմ քեզ, որովհետև դու իմ անձը փրկեցիր մահից, այո, ոտներս կայտակվելուցը, որ Աստծո առաջին ման գամ կենթանյաց երկրումը։ Գիտեք ինչ է ասում սա։ Հասկանում եք ինչ է կարդում։ Բացատրեմ ձեզ։ Դավիթն ասում է. քո ուխտերդ ինձ վրա են։ Այսինքն ես քեզ հետ ուխտի հարաբերության մեջ եմ, ուխտավոր եմ, ուրեմն իմ վրա ծանրություն կա, պարտադրանք կա իմ վրա։ Ես ուխտ ունեմ քո հանդեպ, ես պիտի այս անեմ, ես պիտի քեզ գովեմ, ես պիտի քեզ շնորհակալություն հայտնեմ, ես պիտի քեզ պաշտեմ, դա իմ ուխտակատարությունս է, ուրիշ option տարբերակ չունեմ։ That's what it means. Դու այդպես ես նայում քեզ որպես Աստծո հետ, թե ոչ Աստծո դու միասին հավասար եք, քո հոպարի տղի նման ես նայում Աստծուն։ Աստծոց մենք ուխտային հարաբերության մեջ ենք։ Մենք պարտադրանքի մեջ ենք։ Մենք պարտավորություններ ունենք, մեր ուսերի վրա ծանրանում է Աստծուն պաշտել, Աստծուն Աստծո պես վարվել։ Ջոն Քալվինն ասում է հաճելի պարտականություններ ունենք անելիք։
Աստծո խոսք կարդալ, աղոթ կանել, Աստծուն գովել, եկեղեցի հաճախել, ծառայել, նվիրել ժամանակից, տվյալներից, դրամից, կարողություններից, ունեցվածքից եւ բոլոր բաներից Աստծո ժողովրդին սա մեր հաճելի պարտականություններն են, շնորհած միջոցներն են։ Դավիթն ասում է ես պիտի անեմ այս բոլորը։ Քո ուխտերը ինձ վրա են։ Գոհության պատարագ կմատուցեմ քեզ։ Երբ որ Աստված փրկեց Դավիթին, հիմա Դավիթը պիտի վերադառնա եւ Աստծուն շնորհակալություն պիտի հայտնի։ Պատարագ, այսինքն պաշտամունք պիտի մատուցի, զոհ պիտի բերի։ Այդ էր 5 տակարանի ժամանակ պատարագի իմաստը։ Հիմա մենք բերում ենք մեր զոհը, մեր պաշտամունքով, մեր շրթունքների պատարագով։ Որովհետև պատճառը, որ անում ենք այս է, դու իմ անձը փրկեցիր մահիցը։ Այո, ոտներս սահելուցը, կայթախվելուցը, from stumbling։ Աստված փրկեց Դավիթին, եւ Դավիթը անդադառնում է, եւ Դավիթը դրան կրեդիտը Աստծուն է տալիս։ Տեր, դու ինձ փրկեցիր։ Տեր, դու ինձ ազատեցիր։ Տեր, դու իմ վախերից ինձ ազատեցիր, հիմա ես քեզ փառք պիտի տամ։ Ժողովքի մեջ։ Այս ոտներս, որ դու այդ սարից ընկնելուց փրկեցիր, հիմա այս ոտներով ման պիտի գամ կենդանիների երկրի մեջ, ապրողների երկրի մեջ։ Սա երկու իմաստ ունի։ Նախ եւ առաջ կենդանիած երկիր, այսինքն ողջ եղողների հետ պիտի ապրեմ։ Երկրորդ հոգևոր իմաստով, այսինքն դու որ ինձ հոգևորապես ոտք ես տվել, ապրելու, քայլելու կարողություն ես տվել, հիմա այդ կարողություններս պիտի գործածեմ քո ժողովրդի կենդանի եղողների մեջ։ Մյուս անգամ երբ Աստված քեզ վախից ազատում է, Աստծուն փառք տուր, բարձրացան գովիր, հայտնի Տիրոջը արած հրաշքներ քո կյանքիդ մեջ, որպեսզի քո կողքդ եւ շուրջդ եղող հավատացյալները քաջալերվեն, օրհնություն լինես նրանց համար ու միգուցե նրանց էլ զորակցություն, որ Աստված փառավորվի, շնորհակալության պաշտամունք, գոհության պատարագ մատուցենք Աստծուն։ Այդ պիտի անենք, երբ որ Տերը մեզ մի վախենալի բանից ազատում է։ Ոչ թե սուս մնանք։ Ամոթ է, հանկարծ մեկը չի իմանա մենք ինչից անցանք։ Չէ, ամոթ չի։ Մեծ փառք է Աստծո համար պատմել, թե Աստված այս խեղճին ինչպես ողորմեց։ Հավատացյալների սպարտականությունն է, որ մենք էլ Դավթի նման Աստծո առաջին ներկայանանք, նրան գովենք, նրան պաշտենք, շնորհակալության ընծաներ բերենք, մեր ազատված, քաջացած, վախից փրկված հոգով, մարմնով նրա առաջին, նրա խոսքի համեմատ ապրենք եւ նրա լույսի համեմատ քայլենք։ Աղոթենք։ Փառք ես մեր Տերը, մեր Աստվածը, հիանալի քո խոսքիդ համար, որ մեր ամենաթույլ ժամանակներում, մեր վախեցած պահերում նույնիսկ մեր մարդկային այդ բնական ընտարարքի միջին էլ Տեր դու քո ուժդ, քո ձեռքդ, քո գործդ, քո հիանալի էությունդ հայտնում ես եւ մեզ սովորեցնում ես, Տեր, օգնիր մեզ, ողորմիր մեզ, շնորհ արա մեզ, գթա խղճա մեզ, ով Տեր, որ մենք կարողանանք Դավիթի պես մեր վախեցած պահին այն Աստծուն, ում խոսքն ենք գովում, այն Աստծո վրա դնենք մեր վստահությունը եւ դրա համար էլ չենք վախենում։ Դու ես մեր ապավենը, դու ես մեր Տերը, մարդը ինչ կարող անել ինձ։ Շնորհակալ ենք այդ վստահության համար, շնորհակալ ենք քո այդ ժայռի պես հիմքիդ վրա, մեր հույսը քո վրա է Տեր եւ մեր հավատքը քո վրա է Տեր, մեր առօրյան քո ձեռքերիդ մեջ ենք անցնում, առաջնորդես քո զավակներիդ եւ պահես ու պահպանես աչքիդ պիպին պես քո խոստմանդ համաձայն, իբարս քեզ, ամեն։